Մոդել հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն ինստագրամի իր էջում անդրադարձել է երգիչ Անդրեի կնոջ Անի Օհանյանի հայտնի գրառմանը։ Բռնության թեման երբեք չի կարելի անտեսել, երբ կինը ունենալով փոքրիկ երեխա պատրաստ է հրապարակել նման ծանր մեղադրանք, դա միայն մեկ բան կարող է նշանակել. նա երկար փորձել է լռել, թաքցնել, դիմանալ։ Լինելով հայրենիքից հեռու, փոքրիկով անցնել այդ դաժան ճանապարհը սարսափելի է եւ այդ բռնությունը միայն ու միայն դատապարտելի է։ Ուժը բռնության մեջ չէ, այլ ճշմարտությունը բարձրաձայնելու, գրել է Թովմասյանը։ Անդրեի եւ Անի Օհանյանի ամուսնալուծության շուրջ ստեղծված աղմուկը այսօր վերածվեց լայն քննարկման, սակայն այս պատմությունը նոր չէ։ Ամուսնալուծության մասին լուրերը ամիսներ շարունակ շրջանառվում էին տարբեր ակնարկների, լռության եւ նշանավոր բացակայությունների տեսքով։ Մինչև այժմ երկուսն էլ չեն տվել կոնկրետ բացատրություն, բայց Անիի վերջերս արված գրառումը կարծես թե պատուհան բացեց ներսից նայելու այն ամենին, ինչ տեղի է ունեցել ջերմ ժպիտների ու կատարյալ լուսանկարների ետևում։ Բայց ինչու հենց հիմա, շատերը այս հարցն են տալիս, ինչու Անին որոշեց խոսել միայն այն պահին, երբ Անդրեն գտնվում է Հայաստանում, իսկ ինքն ու երեխան Ամերիկայում։ Համացանցում օգտատերերի մի մասը կարծում է, որ սա պարզապես համընկնում չէ, ոմանք վստահ են սա հատուկ հաշվարկված պահ է, երբ Անդրեն չի կարող անմիջապես արձագանքել, ինքնապաշտպանվել կամ պարզաբանում ներկայացնել։ Իսկ ինչու է Անդրեն լռում, սա ևս հարց է, որը քննարկվում է ամեն տեղ, մեկնաբանություններից մինչև լրատվական կայքեր։ Ոմանք կարծում են, որ նա պարզապես հարգում է անձնական տարածքն ու ընտանեկան անցյալը, իսկ մյուսները վստահ են, որ Անդրեն ունի պատմություն, որը մի օր կբացահայտի ու այն բոլորովին այլ լույսի ներքո կդնի այս ամենը։ Եվ մինչ Անդրեն շարունակում է լռել, Անիի գրառումը ոչ միայն հասարակության, այլ նաև հայտնիների ուշադրությունն է գրավել, կարծիքները կրկին բաժանվել են, ոմանք աջակցում են Անիին ու նրա քաջությանը, կիսվելու ցավոտ ու հիշողություններով, իսկ մյուսները պաշտպանում են Անդրեին, նշելով, որ նրա լռությունը արժանապատիվ պահվածքի նշան է։ Անդրեն լռում է, բայց որքան շատ է նա լռում, այնքան շատ են խոսում բոլորը։ Ոմանք փորձում են արդարացնել նրան, ասելով, որ նա պարզապես չի ցանկանում հրապարակայնացնել ընտանեկան խնդիրը, մյուսներն ասում են լռությունը միշտ արդարացում չէ, լռությունը երբեմն խոստովանություն է։ Դերասանուհի Ելենա Բորիսենկոն մեկնաբանել էր Անիի գրառումը գրելով. «Ես միշտ պաշտպանում եմ կանանց և երբեք մեկնաբանություններ չեմ թողնում չափազանց անձնական թեմաներ քննարկող գրառումների տակ, բայց ես քեզ չեմ հավատում, դու իբր բարձրացնում ես ցավոտ թեմա կանանց համար և կոչ ես անում չլռել, բերելով քո օրինակը, բայց դու հզորագույն մանիպուլյատոր ես, ցանկացած կյանքի փորձ ունեցող մարդ կարդալով քո գրառումը տարբերություն կդնի ճշմարտության ու ստի միջև։ Ես վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթի և Անդրեն կկարողանա արդարանալ քո զրպարտություններից»։ Անդրեի նախկին կինը Անի Օհանյանը երկար լռությունից հետո բացահայտում է ընտանեկան բռնության մանրամասները։ Նախորդ տարեվերջին մեծ հանրային քննարկումների առիթ էր դարձել երգիչ Անդրեի և նրա կնոջ երգչուհի Անի Օհանյանի բաժանությունը։ Երկար ժամանակ լռություն պահպանելուց հետո զույգը հաստատեց լուրերն իրենց բաժանման մասին, իսկ այսօր Անի Օհանյանը որոշեց առաջին անգամ բացել փակագծերը և պատմել այն մասին, թե ինչ է եղել ընտանիքի փակ դռների հետևում։ Ինստագրամի իր էջում Անի Օհանյանը գրել է. «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում թաքնված էր մի սարսափելի իրականություն։ Սկզբում մեր սիրո պատմությունը հեքիաթի էր նման բոլորի աչքի առաջ, դուք հավատացիք դրան այնպես, ինչպես ես։ Սակայն այդ հեքիաթը շատ շուտ սկսեց փլուզվել։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով, չիմանալով արդյոք նա այդ օրը բարի կլինի, թե կոպիտ, նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին կսպառնա, որ կզրկի ինձ իմ երեխայից։ Ես հավատում էի, որ կարող եմ փոխել նրան, փրկել մեր ընտանիքը, բայց նրա ագրեսիան միայն խորանում էր։ Նա չէր գիտակցում որքան ցավ էր պատճառում ինձ։ Ես դանդաղորեն քանդվում էի ներսից, բայց շարունակում էի հուսալ, որ մի օր նա կհասկանա, կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի, կներես բառը ելք չէր, այլ միայն ցիկլի նոր սկիզբ։
Այսօր ես համարձակվում եմ բարձրաձայնել այս ամենը։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների առջև, ներկայացնելով երջանիկ ընտանիք, երբ ոչ ոք չգիտեր ինչ էր իրականում կատարվում մեր տանը։ Այս գրառումը միայն անձնական հոգու բացահայտում չէ, այն կոչ է բոլոր կանանց, աղջիկներին, կանանց մայրերին. դուք արժանի եք սիրո, որ բերում է լույս, այլ ոչ թե խավար, մի լռեք, մի մոռացեք ձեր արժեքը։ Այս ուզիչ գրառումը խորապես ազդեց շատ հետևորդների վրա, բացահայտելով ընտանեկան բռնության այն կողմը, որն այսքան ժամանակ թաքուն էր մնացել։ Երգիչ Անդրեյի և երգչուհի Անի Օհանյանի հարաբերությունները վերջին տարիներին եղել են հանրության ուշադրության կենտրոնում, սկսած նրանց ամուսնությունից մինչև բաժանում։ Նրանց հարաբերությունների հիմնական փուլերն անցել է ամուսնություն, որը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսին, պսակադրությունը տեղի ունեցավ փոքրաթիվ հյուրերի ներկայությամբ։ Նրանք կազմեցին ընտանիք և ունեցան դուստր, որի ծննդյան տարեդարձը նշվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Տոնակատարության բացառիկ կադրերը հրապարակվել էին համացանցում։ 2024 թվականի վերջին լուրեր տարածվեցին Անդրեյի և Անի Օհանյանի բաժանման մասին։ Չնայած զույգը սկզբում չէր մեկնաբանում այս տեղեկությունները, ավելի ուշ Անի Օհանյանը հաստատեց լուրերը, նշելով, որ իրենց ընտանիքում եղել է բռնություն և սպառնալիքներ։ Անի Օհանյանի հայտարարություններից հետո համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին։ Շատ օգտատերեր աջակցություն հայտնեցին Անիին, իսկ որոշ մեկնաբանություններում քննադատություն հնչեց Անդրեյի հասցեին։ Ներկայումս Անդրեն և Անի Օհանյանը շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունը։ Անի Օհանյանը վերջին շրջանում բավական ակտիվ է սոցիալական ցանցերում, որտեղ կիսվում է իր նոր նախագծերով և անձնական կյանքի մանրամասներով։ Նրանց հարաբերությունների զարգացումները շարունակում են հետաքրքրել հանրությանը, և յուրաքանչյուր նոր տեղեկություն լայնորեն քննարկվում է։ Հիշեցնենք, որ Անդրեն ծնվել է 1979 թվականի հուլիսի 8-ին Ստեփանակերտում։ Վաղ տարիքում նրա ընտանիքը նկատել է, որ Անդրեն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում երաժշտության հանդեպ։ Նա սկսել է երգել 3 տարեկանից, երբ իր բեմն աթոռն էր, բարձրախոսը ջերմաչափ, իսկ հանդիսատեսը ընտանիքի անդամները։ Երբ Անդրեն 6 տարեկան էր, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում հաճախում էր դաշնամուրի դասընթացների։ 3 տարի սովորելուց հետո նա գրեց իր առաջին աղոթք՝ երգը նվիրված Աստծուն։ Արցախյան պատերազմի ընթացքում Անդրեն ելույթ էր ունենում Արցախի Բալիկներ մանկապատանեկան համույթում, որը հանդես էր գալիս Պաշտպանության բանակի զորամասերում։ Երբ 15 տարեկան էր, մասնակցեց «Ճանապարհ դեպի վերածնունդ» երաժշտական մրցույթին, որտեղ զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը։ Տարիներ անց Անդրեն սկսեց հանդես գալ որպես անհատ վոկալիստ «Ղարաբաղ» կոչվող փոփ-ջազային խմբում։ Նա շրջագայել է Հայաստանի տարբեր շրջաններ և Արցախ իր խմբի հետ միասին։ Երգելու հետ մեկտեղ Անդրեն նաև խաղացել է Ստեփանակերտի դրամատիկական